Աղություն բոլորիդ, քույրեր եղբայրներ։ Այս երկի մեջ, որ երկեցինք այնքան քաղցր ես, այնքան բարի ու զորեղ փառավոր, ես ուզում եմ վկայեմ ձեզ ու այն մասին, թե ինչպես իմ հետ պատահեց, որ Աստված ինձ այդ հնարավորությունը տվեց իրան ճանաչելու համար։ Աստծո խոսքից ուրեմն իրան օգնությունով մեջբերում կբերեմ ուրեմն Սաղմոս գրքից, 3 Սաղմոսներից եւ մի քանի համարներ։ Առաջինը, որ ուզում եմ կարդամ ժողովուրդ ջան, դա 100 համարի Սաղմոսն է։ Ես այս Սաղմոսը ամեն բան եմ սիրում, բայց այս Սաղմոսը ես շատ եմ սիրում, գոյության Սաղմոս է ինքը, որ այս հնարավորությունը Աստված այսօրով նորից, ինչպես եղբայրն ասեց, լույսը ծագեց, ու այս ծագած օրով հնարավորությունը տալիս է։ Համարը առաջինց այսպիսի խոսք ասում. աղաղակեցեք դեպի Տերը, ով ամեն երկիր, ծառայեցեք Տիրոջը ուրախությունով, եկեք նրա երեսի առաջը ցնծությունով, ճանաչեցեք, որ Տերն է Աստված, նա արա մեզ եւ ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդը եւ նրա արոտի ոչխարներն ենք։ Մտնեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով, գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ Աստված այս հնարավորությունը տվեց։ Մենք մտանք այս սրահը, այս դռները երկով փառաբանեցինք։ Եվ ես ուզում եմ այս փառաբանության օգնությունով էլ վկայեմ այն մասին, այն ողորմությունը, որ մի ժամանակ չէի հասկանում ողորմությունը ինչ բան է, ու արեց։ Անունս Ավետիս է, 98 թվից ապրում եմ Հոլանդիայում, Հայաստանից էլ Էջմիածնից եմ։ Եղավ մի օր, երբ որ իմ օրերում 99 թվին մի ընտանիք կար, այդ ընտանիքին, որ ես ինքս էի ընտրել, որ խնդրել, որ ինքը իմ հետ բարեկամանա եւ բարեկամություն անենք, այդ մարդը ինձ չմերժեց։ Եվ 99 թվին եղավ մի պահ, որ ինքը եղավ պատճառը իր ընտանիքի մեջ էր, որ իրան աղջկա ծնունդն էր։ Եվ այս մարդը ինձ այսպիսի խոսք ասեց. դու տուն ունես, ես չունեմ, եւ երեխուս ծնունդը աղջկաս ուզում եմ քո տուն անեմ։ Եվ մարդիկ էլ հրավիրեմ եւ կծանոթանաս հայերեն, քո տան մեջ, այդ օջախիդ մեջ այդ ուրախությունը անենք։ Ես ասեցի, խնդրեմ, երբ ուզես, այդ օրը կասես եւ պատրաստվենք։ Սկզբից լսեցի, որ պետք է 15 հոգուց եւ ավելի մարդ գային, բայց ինքը ինձանից ուրեմն ներկայացված էր մի բան, որ ես իրան ասել էի, տանս մեջ ես ընդհանրապես ոչ խմել եմ, ոչ ծխել եմ, իմ սեղանի վրա պետք է օղի ու գինի չլինի։ Եվ եղավ այնպես, երբ որ ինքը այդ օրը եկավ, այդ երեխու ծնունդը, ես սպասում եմ ումը, որ ինքը պետք է բերի, 15 հոգուց մի հոգի էր եկել։ Այդ մի հոգին ես մտածեցի, ասեցի, բա ինչի մի հոգի էր իմ մտքի մեջ, չէ որ թիվը այսքան պետք է լիներ։ Եվ առանձին իրան այդ մարդու բերած մարդուց առանձին այդ բանը հարցրի։ Ինքը ինձ այսպիսի խոսքեր ասեց, ես մտածեցի էսի, որ մերժվել են այն բանի համար, որտեղ նախորդ ասել եմ իմ սեղանի վրա տունը գինի արաղ պետք է չլինի։ Եվ ի պատճառն էր, որ չեն ուզեցել չեն եկել, բայց դա իմ կարծիքն է։ Ես այդպես մտածեցի, բայց ինքը այսպիսի բան ասեց, հերվացեց ինձ ու ասեց, դու չգիտես հավատացյալը ինչ բան է, այս մարդը հավատացյալ մարդ է, եւ մեր խոսքերը պետք է չափավոր լինի եւ զգուշավոր։ Սա շնորհքով լցված մարդ է եւ իրան ամեն բառն ու բառապաշարը գծված է։ Շատ ասես պետք է զգուշավոր լինենք եւ զգուշ խոսանք իրան մոտ։ Եվ եթե անհատական բան ունես ասելու, իրանից առանձին կասես։ Ու այդ ձև գնացինք մեր տուն։ Տան մեջ այդ հացի ու ջրի շուրջը խոսք ընկավ։ Աստծո խոսքը, այդ Աստծո մարդը, որ պետք է վկայություններ տալի, այն ժամանակ ես չէի հասկանում վկայություն ինչա, հիմա եմ ասում։ Ինքը շատ խոսած ժողովուրդ ջան, բայց իմ ակաժները փակ էր։ Ես պետք է անկեղծ գտնվեմ եւ ասեմ, որ անգամ մտածում եմ, ասում եմ, երբ պետք է վեր կենա ու գնա, որտեվ փակ էր, ես չէի լսում։ Բայց ինձ մի հատ խոսք բռնեց։ Իրան այդ ամեն խոսքերից, որ այդ խոսքը չգիտեմ ոնց եղավ, իմ մոտ մնաց ու արձագանքեց։ Ու այդ խոսքը ինձ ամբողջ գիշերը մտածելու տեղ տվեց։ Հիմա ուզում եմ այդ խոսքը կարդամ Սաղմոս գրքից, դա գրված է 27-րդ համարի Սաղմոսում 10-րդ խոսքն է։ Եվ այս խոսքը ինձ ամբողջ գիշեր մտածել տվեց։ Այս
խոսքի մեջ ասма թե հայրդ մայրդ քեզ կթողեն, բայց ասма ես քեզ չեմ թողնի։ Եվ ես սրա վրա մտածում էի։ Ասма թեև հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տերն ընդունում է ինձ։ Եվ ես մտածում էի սրա վրա, իմ հերն ու մերը ոնց իսկ կթողեն, նրանք միշտ ընդունում են։ Ինձ մտածելու տեղ էս է եղել, առիթը։ Եվ ես չգիտեմ ինչի, սպասում էի շուտ, որ լույսը բացվի։ Լույսը երբ որ բացվեց, զանգեց այդ իմ բարեկամին, այն մարդուն, որ իր միջոցով ես ծանոթացել էի այդ հավատացյալ մարդու հետ, խնդրեցի, ասեցի մի հատ կտենաս, ինքը տունն է, ես ուզում եմ մի հատ իրան տենամ։ Ու էդի ստացվեց, երբ որ ես գնացի իրաց տուն, իրան խնդրեցի, որ բերեմ մեր տուն։ Բերելուց հետո ես հետևից իրան մեր տան դուռը փակել եմ։ Ու ասի դու մի 3 օր մնաս թե, այն ինչ որ դու խոսում ես, ես չեմ լսել, այն խոսացածները նորից կրկնի։ Ինքը նորից ինձի սկսեց մեկ առ մեկ էդի բացատրել, որպեսզի ես դրա նշանակությունը եւ կարեւորությունը հասկանամ։ Հասկանալուց հետո իմ մոտ մի հատ խոսք նորից եկա, որ ասի դու ասում ես հավաք, ժողովարան, դրանք ինչ բաներ են ասի։ Ասեց ես քեզ կտեղեկացնեմ, երբ որ այդպիսի ժամ գա, հիմի չգիտեմ, երբ որտեղ կլինի, քեզ կասեմ։ Հետո մի որոշան ժամանակ ինքը ինձ հայտնեց զանգով ու ասեց Բելգիայում այսպեսի մեծ ժողով հավաք կա, կգաս, ասի ոչ չէ, հասցեն տուր, ես կգամ այդտեղ։ Ես գնացի այդ տեղը։ Եվ երբ որ գնացի այդ տեղը, հիմա եմ ասում թեմա, այն ժամանակ ես դրանք չգիտեի, թեման ինչ բառա, ինչա, խոսքը գնում էր խաղաղության մասին եւ սիրո մասին։ Ինձի հաճելի էր այդ խոսքերը լսեմ, բայց ես բան չեմ հասկանում, դրանք ինչա, որտեվ երկնային խոսքեր, երկնային մեկնություններ, բացատրություններ, Էդի հիմա եմ ասում, այս ժամանակ էլ չեմ հասկացել, ես ուղղակի հասկացա, որ խաղաղություն ու սերա եւ սա ինձ դուր եկանը։ Եկա տուն։ Եվ երբ որ եկա տուն, իմ կինը հարցրեց, էդ ինչ տեղ էր, էդ ինչ ժողովուրդ էին։ Ասացի, մի ժողովուրդ էին, մի տեղ էին, որ խոսում էին սերից ու խաղաղությունից, ես բան չհասկացա։ Բայց ես հաստատ գիտեմ, դրանցից շատերն էլ բան չեն հասկացել, ոնց որ այսօր ես, միգուցե մի օր էլ գա ես հասկանամ։ Ու իմ կինն ասեց, ես ուզում եմ քո հետ, մեր երեխեք այդ ժամանակ փոքր էին, ես 3 հատ տղա ունեմ, ինքը ինձի այսպեսի խոսք ասեց, մյուս անգամ որ գնաս այդ ժողովարանը, ես էլ եմ ուզում քո հետ գամ։ Ու մենք եկանք ու այդձև Աստված մեզի պահեց այդտեղ։ Հետո դրանից հետո այդ նույն մարդը, որ ինձ ասու խոսք էր վկայել, ինքը ինձ ասեց կա ցանող, կա ջրող, հիմա ժամանակն է ջրողի աշխատանքը։ Ես ասեցի, էդի ով է, ասես դա էլ մարդա իրան ծառայությունը պետք է ինքը անի։ Ու ես խնդրեցի, որ այդ մարդուն ինքը կանչի մեր տուն ու ինքը գա։ Եվ երբ որ այս մարդ եկավ ավելի խորը մի քանի օրից բացատրեց, ես շատ ուրախացա եւ այդ ուրախությունով ես համարեցի ինքը իմ տան անդամն է եւ ես իմ տան մի բալանին ասեցի իմ տունը քո տունն է։ Երբ ուզենաս գաս, ես շատ շնորհակալ կլինեմ։ Ու տենց Աստծո ողորմությունով եկանք։ Եվ այսօրվա օրերով Աստված իրան ճանապարհների մեջ վերջի սաղմոսը, որ ուզում եմ մի քանի համար կարդամ, այս ճանապարհների մեջ Աստված օգնական լինի, որ միշտ արթուն լինի իմ սիրտն էլ եւ բոլորի սիրտը, որովհետեւ սա նորից հավերա մենք չմոռանանք, 103 համարի սաղմոսից մի քանի համար առաջի համարից կարդամ, ասում է. Օրհնի Տիրոջը, ով իմ անձը եւ բոլոր իմ ներսը նրա սուրբ անունը, օրհնի Տիրոջը, ով իմ անձը եւ մի մոռանար նրա բոլոր բարիքները, որներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է ամեն ցավերը։ Եվ շնորհակալություն են ասում, որ Ավետիսի մեղքերը նրեց, եւ այսօր եթե ցավել ունեմ, իմ հույսը նա հուսախաբ չի անում եւ բուժում է։ Փառավորվի մեր Տեր Աստծո անունը եւ օրհնյալ լինի նրա անունը հավիտյան։ Տերը օրհնի ձեզ։